Այսպիսի խառը տեսարանով սիրելիներս, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, տրամադրությունս բարձր, այսօր օրեշաբաթ է, կեսօրն արդեն իսկ անցա, ու ինչ ենք անում, շատ տնային տնտեսուհիների նման պատրաստվում ենք Զատկի տոնին, Սուրբ Հարության տոնին, չէ որ կա այսպիսի խոսակցություն, այսպիսի միտք, որ պիտի պատրաստենք փլավը, ներկենք ձվերը, որ Սուրբը օրհնի, Տերը օրհնի ու բոլորիս ընտանիքներում էլ այո թող Տերը միշտ օրհնած ու օգնած լինի, թող Տիրոջ աջը միշտ բոլորիս համար ներկա լինի եւ բոլորիս տներում թող լինի խաղաղություն Աստծո օրհնությունով ու օգնությունով եւ ներկայությունով։ Ես որպես քրիստոնյա մարդ սիրում եմ Զատկի տոնը յուրահատուկ տրամադրությամբ ու սրտի թրթիռով եմ պատրաստվում այս տոնին, որովհետև սա մեր ամենայուրահատուկ ու չկրկնվող դարերից եկող ու մեզ հասնող տոնն է։ Տոնը ունի իր մեծ խորհուրդը, թե փլավ եփելը, չէ, չամիչներ առելը, թե ձուն ներկելը, ինչու ենք ձուն պարտադիր ներկում ըստ ավանդույթի, ավանդական հին օրենքներից եկած, ավանդույթներից եկած, ձուն ներկում ենք սոխի կեղևով, քանի որ հենց սոխի կեղևի գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը մի խոսքով, շատ չմանրանամ, գիտենք փլավը, տենց չալ փլավը աշխարհի ժողովուրդների խորհուրդը մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, ես սկսում եմ պատրաստվել այս սուրբ տոնին, թող Աստված օրհնի ու բոլորիս ցանկությունները ի կատարածի, թե այսօրով, թե մեր ամբողջ կյանքում։ Ուրեմն գնել եմ տնական ձու, ես շատ եմ սիրում ու նախընտրում տնական ձուն, ավելի օրգանիկ, ավելի մաքուր, մանավանդ որ գիտես ումից ես առնում, ոնց ես առնում, դե տնական ձուն չես լվանում ու դնում սառնարան, իրան հիմա այսպես ասած, սիրելիներս, տեղափոխեմ այս թասի մեջ, որպեսի լվանամ, խաշեմ ու ներկեմ, ցավոք սրտի չեմ ներկելու սոխի կեղևով, որովհետև գործերիս խառը լինելու պատճառով, հիմնականում տանը չգտնվելու պատճառով սոխի կեղև չեմ հավաքել։ Սա ձուն, որ արդեն իսկ նախապատրաստեցի հաջորդիվ գործողությանը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, անցնում ենք հաջորդ կարևոր գործողությանը բրինձ։ Փլավը եփելուն ես նախընտրում եմ ոչ թե գնել կլոր բրինձ կամ սովորական սպիտակ բրինձ, ոչ, սիրելիներս, ես նախընտրում եմ, որ գնեմ շոգեհարած բրինձ, ինքը այսպիսի բրինձ է, գիտեք, գույնը դեղին, շատ լավ է մնում, շատ համեղ է լինում ու իր տեսքը չի կորցնում։ Փլավը պատրաստելու եմ այս բրինձով, սա էլ եմ կողք դնում, ինչ Զատիկ, հիմա մի տեսակ, ինձ թվում է կհամաձայնեք իմ հետ, տոնը վեր են ածել ճոխ արարողությունների, չգիտես թե ինչերի, ես աշխատում եմ շատ այսպես ճոխությունների հետևից չընկնեմ,
Սովորական հին հայկական ավանդական ձևով զատկի սեղան եմ ուզում պատրաստեմ, Ալեքսս էլ զարդարանքները դե շատ է սիրում, ինձ թվում է բոլորս էլ սիրում ենք, այս պահին ցույց տամ ինչ եմ գնել ու հետո արդեն կանցնեմ մյուս գործերին, բլղուր եմ գնել, որ աղցան պատրաստեմ, չերի լոլիկ եմ գնել, վարունգ եմ գնել, կանաչիների տարբեր տեսականի եմ գնել, այստեղ ունեմ սամիկ, այստեղ ունեմ հազարի տերևներ, այստեղ ունեմ էլի տարբեր տեսականի կանաչիների, սամիկ, համեմ, կոտեմ, թարխում, կանաչ սող, մի խոսքով չհանեմ, հետո արդեն կերևա, ուրեմն վերցրել եմ նաև հատ ընտիր բլոկին, որ շատ ենք սիրում համել համեղա ընտիր ուղղակի, տեսքը շատ լավ է, վերցրել եմ պարտադիր լավաշ, դեռ չեմ գնել կուլիչ, կգնեմ, մթերք վերցրել եմ նարինջ, ուրեմն բանան, իրելի հետևորդներ կան, այստեղ ունեմ թուրինջ, կոկոս, այստեղ ունեմ կիվի տանձ, այս տանձերը շատ համեղ են, հետո այստեղ ունեմ պանիրների տեսականի, թել պանիր, գլուխ պանիր, գլուխը դե ցույց չտամ, սեղանին կտնեմ, արդեն իսկ կերևա, ընդեղենից ունեմ գնաց, ուրեմն արդեն երեք իրիկունը լվացել, մաքրել, նորից լցրել եմ իրանց տոպրակները, ինչը որ գնել եմ, սիրելիներ ջան, այստեղ ունեմ, այս գեղեցիկ ամանի մեջ եմ իրանց լցնելու, ունեմ այսպիսի խոշոր չամիչ, ինքը շատ համեղ է ու շատ լավն է, շատ եմ սիրում, հաճախակի կարելի ասել տանը միշտ կա, այդ լավի մեջ կգտնեմ, այստեղ նուշնա, այստեղ գետնանուշնա, այստեղ զատկի համեղությունն է, քաղցրի տեսքով, այստեղ անկույզն է, այստեղ մակադամիան է, մի խոսքով, սիրելիներ ջան, ինչ ամնում ինձ անել, ուրեմն այս ամենը լվանալ ու սկսել պատրաստվելը, որից հետո կմիանամ ձեզ, ուրեմն սիրելիներս եկել եմ խոհանոց արդեն, խաշել եմ ձուն, որ ուզում եմ գնեմ մի կողմ և զբաղվել ուրիշ գործողությունով, կարող եմ մոտեցնեմ, լվացել եմ ընտիր բլոկին, սա էլ եմ գնում մի կողմ, լվացել եմ կանաչիների տարբեր տեսականին, այս գործողությունը ասեք, որ շատերս ենք չէ սիրում, սա էլ մոտեցնեմ ինձ, որպեսզի կտրեմ, այստեղ եռած ջուրը, այստեղ շուտով կեռա արդեն բրնձի համար նախատեսված ջուրը, չմոռանամ աղ լցնեմ, սա էլ բրինձը, որ հիմա կեռա,
Այստեղ սիրելիներ ջան նախ պատրաստեմ բուլղուրը, քանի որ ուզում եմ թաբուլե պատրաստեմ անիքանենք ինչի ստացվի, բայց դա հոգ չի նախապատրաստեմ մինչև կանաչիները կտրտեմ չէ 250 գրամի չափով տուփը կշռում է 500 գրամ երման ջուր եմ լցնելու այնքան որ ահա երեսը կծածկվի հետո բերաններ ծածկեմ այսպես ու անցնեմ գործի սիրելիներ ջան սկսում եմ իմ ամենասիրելի գործը սոխն ենք կտրում կանաչիները հերթով, շարքով կարգով սիրուն կտրտում եմ որից հետո արդեն մինչև բլղուրն է կբացվի ու կանցնենք հաջորդի գործողությանը հազարի տերևներ որ շատ օգտակալում պետք է տանամ այսպես ովքեր ձեռքով են կտրում ովքեր էլ իմ նման դանակով թաբուլեի մեջ գիտեք կանաչին պիտի շատ լինի վերակշռող մասը պիտի լինի կանաչեղեն այլ ոչ թե բլղուրը քանի որ կանաչիների ավագ սեզոնն է նա ճիշտ ժամանակն է պատրաստելու տեսնեմ ջուրը եռած թե ոչ հետո արդեն անցնեմ հաջորդ գործողության այս անգամ ավելի շատ էր կանաչին մոտ բայց դա չի խանգարում վերցնեմ խառը կանաչիների այսպես փունջ ու իրան ուզում եմ կտրեմ ու լցնեմ թաբուլեի մեջ որ համինի հոտը տեղի լինի ընթացքում էլ բրինձը կխաշվի բրինձը մինչև վերջ չեմ խաշելու քանի որ լավաշի մեջ եմ լցնելու արդեն սարքել եմ տեսանյութը տեսել եք գիտեք այնպես որ ես նախընտրեցի այդ տարբերակը
Ինեստան Թասում է ծապեն Տղ չկա Սեղան մեծնելը Սա մեր կանաչեղենը, իրա մեջ կա համեն, մաղադանով, մի երկու ճուղ սամիտ, կանաչ սող, հազարի տերևներ, ինչը որ անհրաժեշտած հաբուլեին։ Այստեղ արդեն եռում է ջուրը, ավելացնելու եմ բրինձը, կիսախաշանը ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Հիմա սիրելիներ ջան, մինչ կքաշվի բրինձը, եկեք պատրաստենք միջուկը ու այստեղ կարակ հապահանջվում, ես կասեի լավ էլ առատ կարակ հապահանջվում, ինչքան ուզում է ուտապենք, բայց լավներ կան, որ իրանք առատ յուղ են պահանջում։ Ուզես թե չուզես, որովհետև համնել է հենց դրանից կախված, այստեղ լվացված է այն մոտ չամիչը, քանի որ Ալեքսը ասում է մամա լավ էլի, մենակ չամիչ լցրում, ես այս անգամ լավս միայն չամչով եմ անելու, ջրեր չեմ անելու, ջրերը կդնեմ սեղան ուղղակի։ Թողեմ սա էլ հալվի ու շարունակենք։ Ահա, այստեղ արդեն իսկ պատրաստ է։ Բլղուրը գիտեք, իրա միախառնում ենք, այսպես հասկանում տոմատի ավելն ու պակասը այստեղ աղասև պղպեղա, կարմիր պղպեղա մտածում եմ, որ դրից բավական է պետք չէ հուսայող ու վերջ խառնում ենք ամենը իրար այսպես վերջում ենք ծզնում տիտրան և մեր համոհոտով թափում եմ պատրաստ է այսպես թող համերը մի քիչ ընկերանան տեսնում եք ինչ լավ կիտրոն է, հյութեղ, անկորիզ, այնտիս ուղղակի։ Այս մեկն էլ մի քիչ հետո։ Այնտիս։ Սա համերով լավ, տեղը ենք ընկերանան, այ քեզ տապակած կանաչի էլ, ամեն ինչ էլ, ես սատկին նախընտրում եմ այսպիսի աղցաններ, որ իրոք ընտիրա,
կանաչեղենով աղցանան նախընտրում, սիրելիներ ջան։ Մի խոսքով բերանը ծածկեմ, թողեմ համերն ընկերանան, ես էլ արդեն չամիչը հալված կարակով, խնդրեմ սիրելիներս, սա էլ բրինձը, որ ստացվեց հատ-հատ, տեսեք, ուրիշ ծևի չեր էլ կարա լինի, ինչ եմ անում, տիր, խոշոր չամիչը, ու շատ համեղ, ստացվեց կարգին, տեղին, այսպիսի փլավ, որ իմ Ալեքսի սրտով լինի, այսպես, մնացածը առավոտ վաղ կպատրաստեմ, լավաշի մեջ կտնեմ, խորհուրդը նա էր, որ այսօր արդեն երեկոյան կողմ պատրաստ լինի, ձուն ներկված, փլավը եփված, որ չէ գապրի այդ հրեշտակը կանցնի և օրհնի ու թող այո բոլորիս տները օրհնությունով լցվի, սիրելիներ ջան, անցնենք հաջորդ գործողությանը։ Մեր մոտ օր է շարունակվում դեռ, այս ընթացքում հաճելի նվերներ ենք ստացել, հեսած անրոց, եղանակը ցրտել է, տակ հագնվել ենք, գույնդ փոխի, էլ ուրիշ գույն դիր, ու ինչ ենք անում, ձու ենք ներկում մայրու որդի, ուրիշ գույն վեր կալ, դիր շտարը, եկեք շտարը Ալեքս, սա էր ասում, դու ներկի, սա պիտի քաշեմ, հա որտեղ ուզում ես, ոնց ուզում ես, այս անգամ գիտեք, չէ, այս տարբերակն ընտրեցի, որովհետև քաշյալ էր ջան, որովհետև տնանք ով ոնց է ներկը, հիմա, նախորդ անգամ երևի ուշադիր չէիք լսել, այս տակ ջրի մեջ քացախել կա պարտադիրից պարտադիր, սիրելիներ ջան, առանց քացախի անհնար է, որ գույն տալու պրոցեսն ընթանում, ձուն դիր արդեն Ալեքս, ձուն սենց, հա, բեր կողքից, մի ձեռով ձուն պահի, բեր, ապրես, համի մյուսը բեր, վայ զանգում են, մամ, միատ զանգում են, դու ներկի, ես լսում եմ, ներկի Ալեքս, ալո, ինչ կներկի Ալեքսը, անձեռոցիկը, իմ սիրուն մաման էր զանգել, ու ձուկն է ուղարկել, այս անգամ ոսկե ձկնիկներ են, հույսի սիրվա ոսկե ձկնիկներ են, դա, ներկի դու Ալեքս, հա, այս տարվա ներգատվիցով, ներկես իմ բալը, ահա, հիմա, այս են սիրուն, ձկնիկներ են, եսա մաքրեմ, աղանեմ, սիրուն, ու ձուկներ պատրաստեմ, սիրելիներ ջան, լսում եք զանգերը,
Ջան Աստված երեկոյան կողմերն արդեն մենք ընկերուհիներով ենք եկեղեցի գնացել եւ չեմ նկարահանել այստեղ ձուկն եմ դրել որ եփվի սովորական աղով թարխունով մի խոսքով այստեղ թաբուլեն է այստեղ էլ սիրելիներ ջան տեսակ Ալեքսը ներկեցներ այս տարվածուն ու այս պատրաստությունն եմ տեսնում ու գնանք սեղանի մոտ ահա սիրելիներ ջան այստեղ սեղան եմ բացել իմ նոր սպասքն է նվեր ստացած բաժակներս են իրանք կոչվում են մարգարիտկա, իրոք մարգարիտի էլ նման են, այնքան փայլուն ու սիրուն են, ուղղակի արդեն երեկոյան կողմա ու էլ չգիտեմ, չի երևում այդ փայլը, արի դե կանֆետները լցնենք, իմ տղեն ինձ ասել է կանֆետներին ձեռ չտաս մամա, ուզում եմ ես լցնեմ Կոնֆետները, oppa, ստեղ ենք լցնելու, մի հոտ բալա, գնել եմ բուլկի, դե չունեի ջեռոց, մակադամիա բանալին ու յատա, այսիրա բանալին, լից, արած ստեղ կանգնի, դա ունենք, այստեղ սենց քաղցրեղենում ենք, այստեղ զատկի համար նախատեսված քաղցրեղեն ունենք, փոքր չափաբաժիններով, բայց ամենից փոքր, ահագին էլ ստացվում է, այստեղ այս ծվիկներն ունենք, Սեղանացնեմ։ Չէ, հերիք է եթե, ինչ հետ գծնա, այստեղ է, դա սրա հետ թա, այս էլ տար, վալես, սա մեր քաղցրեղենը, թեպետ վերջում ցույց կտամ, այնքան սիրուն իրան համադրեցինք, Ալեքսի դուրն էլ եկավ, այս ճուտոյին դրեցի այս անկյունը ու հավես կոմպոզիցիա ստացվեց, հիմա տեղավորեմ, սիրելիներս, այստեղ մեզ մնացել է, ինչ անել, ուրեմն, այդ ծվերը բեր, Ալեքս վալա, սրանց էլ տեղավորենք, իրանց յուրահատուկ տեղը գտնեմ, ամեն տարի, խնամքով, սիրուն, իրանց պահում եմ, ու սովորությանս ու ավանդույթիս համաձայն միշտ մի նորություն ավելացնում եմ սիրելիներս, այս տարին էլ բացառություն չէր, Էսա ցույց կտամ, այս տարվա համար, ինչ ենք նախընտրել, տեսեք, ինչքան ինքը սիրուն եղավ, չէ, հավանում ես, Ալեքսանդր, շատ սիրուն է եղավ, սա էլ այսպես, այստեղ ակլորը, այստեղ Զատիկը այս տարի ավելացրել ենք այս սա
Ես էլ կադրից դուրս բացեմ, որ ձեր նյարդերին չազդի, սեղանես վերջնական տեսքի բերեմ և տեսնենք ինչ ենք անում։ Ահա, սիրելիներս, մեր մոտ դեռ լույս է, արդեն ամեն ինչ պատրաստ է, բացառությամբ փլավը դեռ վերջնական տեսքի չեմ բերել, Ալեքսն էդ մոտիկ դիր, Ալեքս ջան քեզ։ Ու համը տես, ծուկ ենք համ տեսում, հələ ասեք տեսնեմ, էլ իմ նման ձկանջուր սիրողներ կան, ես որ շատ եմ սիրում, համով է Ալեքս, բարի ախորժակ, սիրելիներս, սա իմ զատկի սեղանը, Ալեքսը շատ զարմացավ, որ ես ասում եմ, մամա, ես դու չես թխել, ասում եմ, չէ, առել եմ, սա մի տարբերակ, սա էլ երկրորդ տարբերակը, սա էլ ընդհանուր իմ զատկի սեղանը, մրգերից ունեմ մանգո, տանձ, թուրինջ, նարինջ, կոկոս, խնձոր, բանան, կիվի, եթե բոլորը ճիշտ թվարկեցի, այստեղ ունեմ վարդեր, որ շատերդ գիտեք արդեն, այստեղ ունեմ Արենի գործարանի լցնովի գինի, բայց ընդեղ մյուս գինի էլ ունեմ կբերեմ, այս իմ զատկի զարդարանքները, քաղցեղենը, ընդեղենը, բուլկին, որ նորից գնել եմ, քանի որ խոհանոցումս վերանորոգողական աշխատանքներ են, այս մեկը դեռ չենք տեղավորել, նոր բերեց Ալեքսս, այստեղ իմ թաբուլեն, այստեղ էլ մեր ձկնիկները, դե ինչ, իմ հայ ժողովուրդ առաջին հերթին, տիրոջից խնդրենք մեր երկրին խաղաղություն, աշխարհին խաղաղություն և ամենայն բարիքները իմ հայ ազգին, ուրախ զատիկ բոլորիս, չմոռանամ գինին էլ բերեմ, հետո նոր տեսանյութս սահմանափակեմ, որ ոչ մի բան թերի չմնա, ահա, սա էլ գինու շիշը, աշուխ Սայաթնովան, որ կգտնի իմ սեղանին պատվավոր տեղ, վերջ,